Հիբրիդային պատերազմ։ Ահա մյուս ամենասիրելի տերմինը, հասկացությունը, խոսույթը, որ օգտագործում են հանգամանքների բերումով այսօր Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք եւ իրենց ձախողումները, իրենց խայտարակ քաղաքականությունը արդարացնելու արտաքին այդպիսի հիմնավորում են գտել, որ արտաքին ինչ-որ ուժեր, հատկապես Ռուսաստանը, իրենց դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Այնքան ուժ չունի, որպեսզի միանգամից ինչպես օրինակ Ուկրաինայում է կամ Վրաստանում է գործողություններ անել, այ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ուսապարկերը այնքան հզոր դեմքեր են, որ Ռուսաստանը ստիպված է հիբրիդային պատերազմ վարում, այլ ոչ թե ուղղակիորեն։ Ես Ռուսաստանի քաղաքականությունը միշտ եմ քննադատել Հարավային Կովկասում, հատկապես Արցախի հարցում, եւ նրա բոլոր բացթողումները, դաշնակցային պարտավորությունները, որոնք չեն կատարվել, ես այդ մասին խոսել եմ։ Բայց հիմա մենք խոսում ենք մի երևույթի մասին։ Մենք հիմա կբացահայտենք այն ցինիզմը, որով ժողովրդին արտաքին թշնամիներով փորձում են վախեցնել ԿՊԱ-ականները, երբ դուք Ադրբեջանի տարածքով ցորեն էիք Ղազախստանից ցանկանում բերել, հետո պարզվեց, որ դա կոմբիկեր է, եւ հետո պարզվեց, որ դա Վրաստանով է գալու։ Այսինքն ինչ կապ ունի այստեղ հիբրիդային պատերազմը։ Ցորենի 4-րդ սորտ լինելու մասին խոսել է ղազախական կողմը։ Այսինքն մենք Ղազախստանի պաշտոնական հաղորդագրությունից ենք իմացել, որ դա կոմբիկեր է։ Բայց դուք դա ներկայացնում եք որպես պարենային անվտանգության մի հնարավորություն, որ Հայաստանը ստանում է եւ Ադրբեջանը ապա շրջափակում է իբր Հայաստանը։ Ադրբեջանը կապը շրջափակեր Հայաստանը, եթե ուղիղ, օրինակ Իջևանով կամ Սյունիքով կամ որևէ այլ ճանապարհով, թեկուզ բեռնատարներով, որևէ ապրանք մտներ Հայաստան եւ Հայաստանի նկատմամբ դադարեցվեր թշնամական քաղաքականությունը։ Բայց նման բան չկա, ստացվում է արդյունքում երկու բան։ Փյառ եք դուք արել ղազախական անվորակ Ցորենը, որը ղազախստանցիների մեղքը չէ, այլ ձեր մեղավորությունն է։ Փյառ եք արել Ադրբեջանին, որի հրապաշրջափակում է, բայց չի ապաշրջափակել, ընդամենը իր տարածքով, տրանզիտով։ Մտել է Վրաստան, եկել է Հայաստան, այսինքն Ադրբեջանը այդտեղ ամփող է աշխատել։ Միաժամանակ նաև ձեր շնորհիվ փյառվել է, իբր ինքը խաղաղասեր է, իբր ինքը ապաշրջափակում է Հայաստանը։ Արդյունքում հիմա դուք մեղադրում եք Ռուսաստանին, դուք մեղադրում եք, չգիտես ում, որ հիբրիդային պատերազմ են վարում։ Պատկերացնում եք, չէ՞, խայտարակությունը, սիրելի բարեկամներ։ Ցորենի ներմուծումը Ադրբեջանի տարածքով որպես այլընտրանքային ճանապարհ դուք ներկայացնում եք որպես դիվերսիֆիկացիա տնտեսության, որպես պարենային անվտանգության հնարավոր տարբերակ, պարզվեց, որ այդպես չէ։ Պարզվեց, որ այդ Ցորենը հացի գնի վրա չի ազդելու, այսինքն բնակչության վրա ուղիղ էֆեկտ չունի, պարզվեց, որ դա ապաշրջափակում չէ։ Հիմա ով է տեղ մեղավոր։ Դուք եք այդ փուչիկը փչել, այդ փուչիկը պայթել է եւ այսօր հիբրիդային պատերազմ ինչ-որ բարդ տերմիններ եք օրինում, որպեսզի արդարացնեք ձեր մշտական ձախողումները, հարատև ձախողումները։ Ինչ վերաբերում է Միջանցքին, կրկին տեսեք, ասում են մեր դեմ հիբրիդային պատերազմ են անում, ասում են Միջանցք եք անցնել, եղբայր, դուք որևէ փաստաթուղթ կարող եք բերել Հայաստանի եւ որևէ երկրի հետ ստորագրած, հենց հարևանների Վրաստանի եւ Իրանի, որտեղ կա բառ, որ դուք պարտավորվում եք անխոչնդոտ ճանապարհ տրամադրել որևէ երկրի, այլ երկրի հետ կապվելու համար։ Եթե դուք բերեք նման փաստաթուղթ, ես կասեմ, որ դա Միջանցք չի, բայց դուք ինքներդ եք բերել այդ խոսույթը։ Դուք ինքներդ չեք կարողանում հերքել Ադրբեջանի խոսույթը։ Որովհետև եթե չկա Միջանցք, դրա մասին ընդհանրապես չպետք է խոսվի, բայց այդ մասին խոսում են արևմտյան պետություններում, այդ մասին խոսում են մեդիաներում, այդ մասին խոսում են պաշտոնյաները, դուք ինքներդ չեք երգում, որ գոյություն ունի միջին Միջանցք հասկացություն, եւ ըստ էության ղազախական Ցորենի գալը այդտեղով հենց այդ միջին Միջանցքի տրամաբանության մեջ է, փորձարկում է տեսնեն Ռուսաստանն ինչպես կարձագանքի։ Եվ Ռուսաստանի արձագանքն է շատ հետաքրքիր, որովհետև հենց Հայաստանից սկսվեց հակառուսական տրամաբանության մեջ դա մեկնաբանվել, որ մենք ազատվում ենք փաստորեն Ռուսաստանի կախվածությունից, բայց հետո պարզվեց, որ Ռուսաստանից էլ է գալու Ցորեն Ադրբեջանի տարածքով երկաթողիներով։ Եվ ստացվում է, որ կրկին ռուսական Ցորենը Ադրբեջանի տարածքով ներմուծելը ավելի էժան է եւ ավելի արագ, քան Ղազախստանից, որովհետեւ Ղազախստանը պետք է Կասպից ծովի կամ լճի, լիճը իրեն ծով են ասում, միջով դա նորից տեղափոխի, որը հավելյալ ժամանակի կորուստ է եւ հավելյալ ծախսեր են, ինչը ինքնարժեքի վրա ազդում է։ Հետո պարզվեց, որ նաեւ որակի առումով կա որոշակի հարցեր։ Այսինքն, եթե հնարավոր լիներ հարմար գնով բարձրակարգ Ցորեն բերել, դա չի նշանակում ղազախական Ցորենը վատն է։ Դա նշանակում է, որ լավ սորտի Ցորենը Ղազախստանից ներմուծելը կլինի ավելի թանկ, քան Ռուսաստանից։ Եվ արդյունքում ստացվեց, որ այն փյառը, որ մենք ազատվում ենք Ռուսաստանի կախվածությունից, որ մենք Ադրբեջանը ապաշրջափակելը դարձել էր փուչիկ, որովհետև ոչ քաղաքականապես, ոչ տնտեսապես,
այդպես չեղավ։ Քաղաքականապես դա փուչիկ էր, որ ապաշրջափակում է, տնտեսական առումով պարզվեց, որ կրկին ռուսական ցորենը, թե որակի, թե գնի առումով, լինում է ավելի մրցունակ, ավելի շահավետ, քան ղազախականը։ Հետևաբար այստեղ ինչ կապ ունի հիբրիդային պատերազմը։ Կարող եք ինձ բացատրել, որևէ կապ չունի։ Սա հերթական, սեփական, դա գիտությունը, սեփական, ոչ պրոֆեսիոնալիզմը եւ սեփական ձախողումները արդարացնելու հերթական նարատիվը մեր ժողովրդի ականջներին լապշակախելու համար։ Հետևաբար, հիբրիդային պատերազմը իրական, սա է սիրելի ժողովուրդ։ Իրենք իսկ ձեր դեմ, մեր բոլորի դեմ, կեղծիքով ստով վարում են հիբրիդային պատերազմ եւ մեղադրում աշխարհին, չգիտեսում, իրենց ձախողումների համար։ Խայտարակությունը սա է, հետևաբար ճանաչեք հիբրիդային պատերազմի իրական վարողներին եւ տվեք ձեր գնահատականը նրանց։ Եվ հարցրեք ձեզ ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ բան են անում. լավ, ժողովրդին դրանից ինչ։ Ինչ ստացավ ժողովուրդը դրանից։